Անմարդկային ճնշումների մասին է բարձրաձայնում Ռուբեն Վարդապետ Զարգարյանը, երբ խոսում է եկեղեցու դեմ արշավի մասին։ Հոգևորականի խոսքով եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունք 2018 թվականից էլ վաղ է նկատվել։ Սակայն դա առճակատման վերածվեց Արցախյան պատերազմից հետո, երբ եկեղեցին վերաբերմունք ցույց տվեց։ Հայաստանի ղեկավարը, եթե հավակնում է գահակալ փոխել, դա իմ գնահատմամբ ուրեմն մանդատի չարաշահում է։ Ինչով կավարտվի այս մտահոգիչ առճակատումը, հայր Ռուբենը չգիտի։ Հույս ունեմ, որ այս առճակատումից չի տուժի մեր պետականությունը եւ չի տուժի մեր Սուրբ Եկեղեցու միասնականությունը։ Սա եկեղեցու դեմ պայքար չէ, այլ միջազգային ծրագիր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի համոզումն է։ Դրսից պատվերի նպատակը Հայաստանի պետական ինստիտուտները թուլացնելն է։ Սա ոչ Բագրատ Սրբազանին է վերաբերում, ոչ կաթողիկոսին է վերաբերում, համակարգը թուլացնելու, համակարգային ներսի պայքար իրականացնելու մեջ է խնդիրը։ Ստացել է մարդը դրսից պատվեր եկեղեցու սեփականության տեղական ինքնակառավարման դեմ պատերազմ տանել եւ խելոք այդ խնդիրը տանում, այսինքն սա կազմակերպված, համակարգված հայաստանյան ինստիտուտները ոչնչացնելու շարժում։ Ոչ միայն Արամ Մանուկյանը, այլև մեկ տասնյակից ավելի հասարակական ու քաղաքական գործիչներ այս գործընթացը համարում են սահմանադրական ազատությունների դեմ իշխանության գրոհ։ Գլխավոր դատախազություն հաղորդում են ներկայացնելու Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի քաղաքացիների ժողովրդավարական ազատությունների դեմ Փաշինյանի իրականացրած հանցավոր գործողությունների մասին։ Այս փաստաթուղթը պիտի լինի փաստագրված, այնտեղ գտնվելու, որ այլ պարագայում ընթացք տրվի պատշաճ եւ բոլոր մեղավորները, ով այս ամենի մասնակից են, ընդունել են, լռել են, ասել են դե մեր աշխատանքն է գործի ենք գնում, այդ բոլոր մարդիկ պետք է այս ամեն ինչի համար պատասխան տան։ Մենք սա նախաձեռնել ենք մեր բոլորիս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս իրավունքները, սահմանադրական մեր ազատությունները, քաղաքացիական մեր ազատությունները, ժողովրդավարական մեր ազատությունները եւ երկրում օրինականությունը պաշտպանելու նպատակով։ Եթե մենք սա չանենք, սա արդեն գալու է հասնելու է բոլորիս։ Գլխավոր դատախազությունից ակնկալիքները մեծ չեն, բայց նաև չեն կարող աչք փակել իրենց բնորոշմամբ տեղի ունեցող հակաիրավական քայլերի վրա, այլապես կարելի է հանցակից համարվել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։